Ապոկալիպսիսը իր կառավարման հետևանքն է, ոչ թե ընդդիմության խոսույթը։ Սպասել, որ 2026-ին Գյումրի պատկերպ կլինի, ասենք համապետական մասշտաբում, դա խորը մոլորություն է։ Նույնը վերաբերում է վաղար շաբաթին։ Եթե ձևավորվի կենսունակ ընդդիմադիր 3-4 բլոկ, շատ մեծ հավանականություն կա, որ ընդդիմությունը կհաջողի։ Այսինքն 15-0-ով ենք սկսում խաղը։ Հիմա սա ոչ թե պատճառ դիլնի, որ մենք ընտրությունների ինստիտուտից խռովենք, վարկաբեկենք, չմասնակցենք, իշխանությունը այլևս չի կարող հաղթել։ 21-ից հետո ցանկացած պարտություն ընդդիմությունը իր մեջ պիտի փնտրի։ Իշխանությունը չի հաղթում։ Բարձր հոգևորականության շրջանում ճաքեր կան։ Այս ընթացքով, եթե սա չկասեցնենք, կաթողիկոսը մնում է մենակ եւ անպաշտպան։ Արդյոք վաղաշաբաթի ընտրություններն ընթացքով ու արդյունքով սպասվող խորհրդարանականի մինի մոդելն էին, թե Գյումրիի ընտրություններն էին այդ մոդելը։ Քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեմաներից է։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կփորձենք թեմայի շուրջ տողատակեր բացել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանց, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Փաշինյանի երեկվա տեսա ուղերձից, այսպես մի մեջբերում անեմ, կյանքն ընդդեմ ապոկալիպսիսի, նա այսպես մեկնաբանեց ու բացատրեց վաղաշաբաթի ընտրությունների արդյունքը, այսինքն ընդդիմությունն ապոկալիպսիս էր առաջարկում ըստ իրեն, իշխանությունը կյանք, դրա համար էլ իշխանությունը ԿՊ-ն հաղթեց։ Ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ծայրահեղությունների մեջ գցելով հասարակությանը եւ պառակտելով, կեղծ նարատիվներով կամ պատումներով այլևս հնարավոր չէ ստեղծել քաղաքական կյանքի պատրանք, այսինքն ինչ որ անում է Փաշինյան։ Ապոկալիպսիսը իր կառավարման հետևանքն է, ոչ թե ընդդիմության խոսույթը։ Ապոկալիպսիսի բազմաթիվ դրսևորումներ ունենք, տարածքային կորուստներ, մարկային անվերադարձ կորուստներ, մի քանի հազար, սահմանային ռիսկեր, անվտանգային համակարգի խարխլում կամ փլուզում, Հայաստանի սուբյեկտության անկում, Արցախի հայաթափում, սրանք ապոկալիպտիկ հետևանքներ չեն, բա ինչ են, բայց դրա մասին ինչ-որ մեկի խոսույթն է պետք, որպեսզի հասարակությունը իր մաշկի վրա զգա, այն ինչ-որ հիմա ես թվարկում եմ։ Այսինքն մահաբերության սիմվոլ դարձած մարդը այլոց գրպանն է փորձում ապոկալիպտիկ խոսույթը գցել։ Սա առնվազն ինչ ասեմ, մեղմ ասած անբարեխիղճ շահագործում է տերմինների։ Ինքն էլ չի հավատում իր գրածին, վստահաբար, ինքն էլ չի հավատում, փորձում է իրեն եւ իր թիմին դիրքավորել խաղաղության, կյանքի, պոզիտիվի, ապագայի, այս բաների մեջ, ընդդիմությանը փորձում է պատերազմի, ինչ-որ ռևանշիզմի դաշտի տեղավորել, Էշմիածնի ընտրությունները ընդհանրապես կապ չունեին այդ բաների հետ, իհարկե ոչ։ Բայց ինչ է վստահությամբ, լավ, ինչի՞ հետ ուրեմն կապ ունեին եւ որպես շարունակություն ինչու է վստահությամբ հայտարարում, անմիջապես ընտրությունից հետո, իդեպ քարոզարշավի ժամանակ ոչ մի բառ չարտասանելով, անմիջապես ընտրությունից հետո ասում վստահ ենք, որ 26-ին էլ հաղթելու ենք։ Հարգելի Արկադի, եթե մունիցիպալ ընտրությունները մեկ միասնականորեն չեն անցկացվում, ենթադրենք, օրինակ Ռուսաստանում նման երևույթ կա, ինչ-որ օրեր կան, որը համապետական մակարդակով թիմ ընտրությունների օր է։ Մի քանի տարբեր կամ բազմաթիվ այլ երկրներում կան փնջերով։ Օրինակ մի 5-6 ֆեդերալ ընտրություն նույն օրնա Գերմանիայում, հետո այդպես։ Ֆրանսիայում էլ։ Այո, կան երկրներ, որ դրանք միասնական քվեարկության տրամաբանությամբ։ Որը նաև հետո կանխատեսելու տեղ է տալիս։ Դա իսկապես կարող է էական ազդեցություն ունենալ ներքաղաքական ստատուս քվոյի ձևավորման վրա եւ դրանից ելնելով պատկերացումներ են ձևավորվում ընտրությունների վերաբերյալ։ Օրինակ, երբ որ Միացյալ Նահանգներում միանգամից Նյու Ջերսիում, Վիրջինիայում
Նյու Յորքում ընտրություններ էին վերջերս, նույն օրը։ Եվ նաև մի շարք նահանգներում հանրաքվեներ էին ընտրական հարցերով, սա շատ փորձագետներ դիտում էին հաջորդ տարվա կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոդել որպես, մանրակերտ։ Հա, որտեղ մի քանի տեղեր կազը։ Անջատ վերցրած որևէ համայնքային ընտրություն չի կարող մանրակերտ լինել համապետական ընտրությունների համար կոնկրետ Հայաստանում։ Դա կլինի Գյումրիի ընտրությունը, թե ուրեմն ընտրությունները Էջմիածնում կամ Վաղարշապատում։ Երկուսն էլ չեն կարող դիտարկվել։ Երկուսն էլ չեն կարող դիտարկվել։ Օրինակ Գյումրիում կար տեղական լիդերների շատ մեծ ազդեցություն, հա, խոսքս Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի մասին է։ Խարիզմատիկ անունով։ Հիմա անկախ նրանից այդ մարդկանց ոնց ենք վերաբերվում, հա, հեղինակություն էին, այսպես ասած։ Բայց հեղինակություն էին, այսպես է, այնպես է։ Գյումրիի ընտրական օրակարգը համատեքստը ձևավորեցին այս մարդիկ, ոչ թե կուսակցությունները, հետևաբար սպասել, որ 2026-ին Գյումրի պատկերպ լինի, ասենք համապետական մասշտաբում, դա խորը մոլորություն է։ Նույնը վերաբերվում է Վաղարշապատին։ Այս շատ պարզ, նախ Վաղարշապատում ոչ ամբողջ պալիտրաներ մասնակցում ընտրություններին։ Գիտեք, որ այնտեղ ներկա չէր թե Սամվել Կարապետյանի մեր ձևովը, թե Գագիկ Ծառուկյանն առաջարկ Հայաստանին պլատֆորմ։ Պոտենցիալ մասնակիցները 26-ի։ Նրանք էլ ներկա չէին։ Եթե շատ խորանանք, օրինակ բանը որոշ մարդկանց համար ընդունելի, մյուսների համար վիճելի, այդ արդեն կարևոր չի էլի սիմպաթիա, անտիպաթիան թողենք մի կողմ, որոշակի գործոն օրինակ դոկը մասնակից չէր, չէ՞։ Որ այդպես նայենք հանրապետականն էլ չկար։ Հանրապետական, չէ, հիմա կարող եմ շատերի նշել։ Այսինքն ուզում եմ ասել, սա ոնց կարա մանրակերտ լինի, մանավանդ որ շատ անկեղծ լինենք, բավականին լոկալ ընտրությունների մասին է խոսքը։ Ուղղակի իրանք սիմվոլիզմ հաղորդեցին, որովհետև Վաղարշապատում աշխարհագրորեն մայրաթոռը եւ այլն մի շարք այլ process-ների հետ զուգակցվեց եւ այլն։ Հիշեցին գեներալ Մանվելին էլի։ Հա, ավելին ասեմ, Արգիշտի Մեխակյանը ճիշտ հակառակը։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում հնարավորինս դիստանցավորվեց Նիկոլ Փաշինյանից ու Նիկոլ Փաշինյանի օրինակ հակաեկեղեցական օրակարգից։ Իսկ ո՞վ Փաշինյանն էր այդպես ասել որ անի։ Դա արդեն ուրիշ խնդիր է, իհարկե։ Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ տեղական գործիչ, որը տենց շատ մեծ ձեռագիր ու ազդեցություններ չունի համապետական մասշտաբով, կարող է իշխանության առաջի դեմքի գլխից թռնել ժողովրդական լեզվով ասած եւ սեփական պլատֆորմ ունենալ։ Բնականաբար սա ԿՊ-ում մշակված սցենար էր, որպեսզի իրենց արգիշտին ընտրեն ոչ թե մերժելի ԿՊ-ին նկատմամբ վերաբերվում կարտահայտել, հա։ Իրենք գիտեն որ Փաշինյանն ու ԿՊ-ն մերժելի են հիմա, հա, այդ ճիշտ եմ հասկանում։ Բնականաբար գիտեն, տեսեք։ Գյումրիում չարեցին այդպես, հակառակն։ Սարիկի ընտրակամպանիան առաջի օրվա մեկնարկը տվեց հենց Նիկոլ Փաշինյանը, հիշում եք գնաց այդ Թալանից խոսած, բանից խոսած կոնկուրենտների, հա, դիմախոսների։ Տեսան, որ Սարիկի ու Նիկոլ Փաշինյանի շատ մերձեցումը վերջը բերեց Սարիկ Մինասյանի ֆիասկոին։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանի ձայնը, ներկայությունը դուք Վաղարշապատում չեք տեսել։ Միայն այն վերջին օրվա հանրահավաքին, ֆոնային, այնտեղ մասնակցել են ԿՊ մի շարք գործիչներ, Ալեն Սիմոնյան, Պապիկյան, ամենախոշոր Ալեն Սիմոնյան բարձր պաշտոնյան։ Շավը եղել է Տկեն նախարարի, Խուդացյանի, Մարզպետի եւ Արգիշտի Մեխակյանի։ Երեքով էին, այո։ Այսինքն 3 գործիչներ, որոնք ուղղակիորեն չեն ասոցացվում են օրակարգերի հետ, ասոցացվում են այդ մարզի հետ։ Որոնք բևեռացնում են հասարակությունը, հա։ Ընդհակառակը Տկեն նախարարը ասֆալտի խորհրդանիշա, Մարզպետը դե բնականաբար ինչ-որ սոցիալական ծրագրեր է իրականացնում, ապա քաղաքական մի կերպար էր, տեսանք, ես իրեն չեմ էլ ճանաչում, ընդհանուր կերպարի դատողություն եմ անում,
ընդ որում շատ վիրավորական շեշտադրում չեմ անում, բայց ինքը ապաքաղաքական կերպար է։ Արգիշտի Մեխակյանին էլ առավելագույնը տան տղու խոյեցի մեր տղու կերպար ձևավորեցին, այսպես եւ դրա վրա էլ շեշտը դնում էին։ Օրինակի համար, եթե նկատել եք այդ քարոզչական պաստառի վրա ԿՊ-ի խորհրդանիշի կար, բայց նույնիսկ քաղաքացիական պայմանագիր անունը չկար գրած։ Սրանք բոլորը անշուշտ մշակված ծրագրեր էին։ Հաջողեցին Պարսոնյանց ի տարբերություն ընդդիմության։ Դե հիմա Ընդունենք, որ հաջողեցին։ Ինչի Գյումրի 2 չեղավ։ Ասացի արդեն պատճառը։ Երկու շատ հիմնական պատճառ կա։ Մի հատ երևույթ կիրառեցին, որ աշխարհում էլ է տարածված։ 19-րդ դարից այդ երևույթը կա, օրինակ Միացյալ Նահանգներում, երբ որ փորձում են ընտրատարածքը կամ վարչական տարածքը որևէ ընտրական միավորի վերաձևակերպել իրանց քաղաքական շահերից ելնելով։ Օրինակ հիմա վերջերս Կալիֆոռնիայում հարակվեով փոխեցին ներկայացուցիչների պալատի ընտրության օկրուգների քարտեզը, Տեխասում էլ հանրապետականներն են փոխում, այսինքն այդ երևույթը կա աշխարհում։ Այդ շատ հաջող օգտագործեցին, այդ խոյով մոտավորապես մի 20-30% բոնուսով Արգիշտի Մեխակյանին մցրել։ Ասում են դրա շնորհիվ է հաղթել, այդտեղից եկած ձայների շնորհիվ է հաղթել, Բաղաշապատում եւ ոսկե պարտվել է։ Միացնում ինքը չի պարտվել, մի քանի ձայնի առավելություն ունեցել, որը քարտեզին եթե նայում ենք ընտրական հնարավորություն չէր տալիս իրեն հաղթելու։ Միանձին, չէ, պարտվելու էր, այդ Գյումրի 2-ը։ Եվ երկրորդ պատճառ կա, ինչի Գյումրի մոդելը չկրկնվեց, արդեն ասեցի, ելույթի մեր հարցազրույցի սկզբնամասում, այնուամենայնիվ ամենայն հարգանքով է Շմիասնի ընդդիմադիր դերակատարների նկատմամբ, ունակ Սևակ Խաչատյանը բավականին տպավորիչ ձայներ ստացավ, բայց այդ խարիզմատիկ գործիչը, որը ընդդիմադիր ընտրազանգվածին առավելագույնս կոնսոլիդացներ, ոնց որ Գյումրիում կարողացան անել Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, չկային այդ գործիչները Շմիասնում։ Անգամ Ռուբեն Մխիթարյանի նման կերպար չկար։ Եթե դες կերպարներով նայենք, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե չկա։ Նա էլ իհարկե չկա, այդ կարգի կերպարներ չկային։ Ես ակումուլյացնելու իմաստով եմ Մարտունի ու Վարդանի շատ ձայներ։ Այո, որպես առաջատարներ։ Այդ կարգի գործիչներ չկային։ Եթե այդ կարգի գործիչներ լինեին ընդդիմադիր Վարշապատում, հավատացած եղեք, անգամ խոյի ինտեգրման պարագայում Գյումրի սցենարը կարող էր կրկնվել։ Եվ վերջում մի 2-3 հազար ձայնի տատանման խնդիր էր, չէ՞։ Պարոն Սոնյանց, դե եկեք ուրեմն սահուն եկանք ուրեմն ենթադրենք հասել ենք համապետական ընտրություններին, խորհրդարանականին, մինչև այդ ոչ մի բան չի եղել, ոչ մի բանից էլ կարող ենք խոսել։ Հիմա այ Վաղաշապատը վերցնելով Հայաստանում Փաշինյանը էլի կկիրառի այս պարագայում ում դեմքով է գնալ, դա նկատի ունեմ, որ ասում եք ԿՊ-ի եւ Փաշինյանի իրենք հասկանան։ Ինչ կանի մեկ իրենք իրենց կողմից եւ այ ընդդիմության դաշտում համապետական մասշտաբով կան այդ պայմանական Վարդաններն ու Մարտունները։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում կա նոր քաղաքական ուժերի դրական էֆեկտ։ Սա կա։ Դա չեն կարող վիճարկել։ Այդ դրական է։ Առնվազն 2 միավոր նոր հայտ է ներկայացնում, ընդ որում այդ 2 միավորները պատահական միավորներ չեն։ Սա մեկ։ Երկրորդը ընդդիմադիր դաշտում հիմա ակտիվ խմորումներ են։ Գիտեք, շատ լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած, խնդիրը շատ պարզ չի։ Այսինքն ինչպես գնալ մանր ուժերով թե խոշորներով։ Չէ, մի կողմից կա իշխանություն, որը ամեն գնով գնալու է վերարտադրվել եւ արդեն կա այն ապրանքները ձեռքի տակ, որ փորձի վաճառել հասարակության, այդ խաղաղության թեման է, Թալանի վերադարձի թեման է, այսպես ասենք, հին համակարգի դեմոնիզացիայի թեման է, որը իհարկե նախկին էֆեկտիվությամբ չի աշխատելու Վարշապատում նույնիսկ դա երևաց, բայց ինչ-որ չափով աշխատելու է։ Մյուս կողմից կա ընդդիմության ներսում տրանսֆորմացիայի ինչ-որ միտումներ։ Հիմա եթե ձևավորվի
կենսունակ ընդդիմադիր 3-4 բլոկ, կենսունակ։ Հա, որ 25 ուժ չմասնակցի էլի ընտրության։ Հա, 3-4 կենսունակ բլոկ։ Շատ մեծ հավանականություն կա, որ ընդդիմությունը կհաջողի։ Եթե այդ կենսունակ բլոկները չձևավորվեն, շատ տխուր պատկեր կարող ենք ստանալ։ Հիմա տեսեք։ Ունեք կրեք ուրվագից, մի հատ այստեղ ընտատեմ, ունեք ուրվագից 3-4 բլոկ Հա, ունեմ, բայց չեմ ուզենա իմ անունները։ Առանցքները ովքեր լինեն, հասկանում եմ ձեր կամիքը, հա։ Ի վերջո մենք էլ որպես կուսակցություն Դուք էլ միանաք, հա։ Տեսեք, Գյումրիից հետո Ես կարծում դուք չեք հավակնում առանցքի։ Միացման եք հավակնում։ Մենք միացման ենք հավատի, ես նույնիսկ այդ մասին խոսել եմ, չէ՞։ Դե հա, այստեղ քաղաքական adekvatության խնդիր կա։ Գյումրիից հետո մենք անհրաժեշտ դասեր քաղել ենք, համագործակցության փորձ ունենք կոնկրետ քաղաքական ուժի հետ, գիտեք, երկար տարիների։ Այսինքն գիտեք այդ առանցքները, բայց չեք բարձրաձայնի։ Այո, ես Գյումրին իմ համար դաս էր։ Մեզ էլ ընդամենը մի քանի 100 ձեն չհերիքեց, որպեսզի անցողիկության շեմը հաղթարենք Գյումրիում, անկեղծ լինենք։ Հետնապահ չենք էլի, բայց դա նույնիսկ եթե հաղթարենք անցողիկության շեմը, Գյումրին ինձ համար դաս էր, որ քաղաքական դաշտը պետքա գնա բնական խոշորացման ճանապարհով։ Այսինքն մնան 4-ը, 5-ը, հա, մաքսիմում քաղաքական բևեռներ, որոնք եղանակ թիթելադրեն առաջիկա ընտրություններում։ Սա մեկ։ Երկրորդը շատ կարևոր է քաղաքական բովանդակությունը։ Այնուամենայնիվ ընդդիմության քաղաքական բովանդակությունը հասարակությանը մատուցվող դերևս շտկվելու եւ ուժեղացվելու անհրաժեշտություն ունի։ Ավելի մատչելի դառնալու ինչպես Փաշինյանինն է։ Հիմա տեսեք։ Պարզ տեքստերով է խոսում Փաշինյանը, պարզ։ Միայն քննադատելը, կամ միայն Արցախի կորուստը ողբալը, կամ միայն հին ու նոր համակարգերը համեմատելը իօգուտ հնի, ասենք նախապատերազմյան, հետպատերազմյան այս դեպքում հին ու նորի նկատի ունեմ ոչ թե բան։ Սա չի կարող դիվիդենդ բերել։ Առավոտյան Վայո Հովհաննիսյանը այդ միտքն եմ շարունակում, գրել էր, որ երկու կարևոր խնդիր կա։ Պետք է տեղ հասցնել հասարակությանը, թե ինչի մասին են 26-ի ընտրությունները, ու ճշգրիտ ձևակերպել, թե ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Հիմա տեղ հասցնելու խնդիր ունենք մենք։ Այո, մի հատ կարևոր բան էլ էր գրել Վայեն, որ ռեսուրսը քաղաքական մտածողությունը եւ հավակնությունները պետք է կարողանանք համադրել։ Նոր ձեր ասածին շատ նման բան է։ Այո, ես իմ հատ հոդված ունեմ 4 ամիս առաջ գրած, հենց դրա վրա է շեշտադրում։ Այսինքն այս 3 կոմպոնենտը, եթե համադրենք, կհաջողենք, եթե չհամադրեցինք, իշխանությունը ցավոք սրտի ռեսուրսներ ունի վերարտադրվելու, ինչի, որովհետեւ ինչ ընտրության էլ մասնակցենք, դին նկատի ունենանք, որ իշխանությունը +15 ստարտային տոկոս ունի։ Վարչական ռեսուրսը նկատի։ Այո, +15։ Այդ ունի։ Այսինքն 15-0-ով ենք սկսում խաղը։ Հիմա սա ոչ թե պատճառ դիլնի, որ մենք ընտրությունների ինստիտուտից խռովենք, վարկաբեկենք, չմասնակցենք, ընդհակառակը պետք է մտածենք այնպիսի համակարգ ձևավորելու մասին, որ այս 15%-ի առավելությունը չեզոքացնենք։ Այսինքն ոչ թե հուսահատության գիրք ընկնենք, այդ Էշմիածնում այդ +15-ի շնորհիվ հաղթեցին իրենք։ Իրականում 5000 ձայն։ Այո, դա շատ լուրջ բան է, բայց նկատի ունենանք, հա, ֆիքսենք։ Իշխանության ասած ճակերտավոր արդար ընտրություններն, հա, որ իրենք ընտրությունը մեկնարկում են 15% բոնուսով։ Եթե անգամ ոչ մի ուրիշ կեղծիք չանեն։ Չէ, եթե անգամ ոչ մի ուրիշ կեղծիք չանեն, այդ տոտալ ռեսուրսը վարչական իրանց տրամադրության տակ կա, բայց ելի կրկնեմ։ Սա ոչ թե ընտրություններից խռովելու, ընտրությունների ինստիտուտը ոչ արժանահավատ ճանապարհ համարելու պատճառ պիտի դառնա, այլ ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու առիթ պիտի տան դիմությանը։ Սաղմերը տեսնում եք այդ 3-4 բլոկի ձևով։ Ինչ նկատի ունեմ, ամբիցիաները դեռ հաղթահարված են, արդյոք հաղթահարված են, կան ներքին արդեն քննարկումներ, պոտենցիալը տեսնում եք ձեր ասած։ Իմ համար ամենակարևորը հետևյալն է, ես երբ որ մենք հունվարին հանդիպենք, ենթադրենք տեսականորեն այս նույն տաղավարում, ես կարող եմ ասել, այդ 3-ից 5 բլոկները, լավ այդպես ասենք, որ հնարավոր է ձևավորվեն, հաղթահարել են 2021-ի ընդդիմության սխալ մոդելները, թե ոչ։ Այս հարցի
Այսինքն այն 3 կոմպոնենտը քաղաքական մտածողություն, ռեսուրս, հավաքտություններ կարողացել են համադրել թե ոչ։ Որովհետև այս փուլում դա տեսանելի չի, այս փուլում ստվերային բանակցություններ են, ինչ-որ ակտիվություն, հա, տարբեր ճամբարներում, դերևս տեսանելի չի, կադրային ճիշտ բազանտրել են թե ոչ։ Որովհետև տեսեք, եթե էլի մենք պիտի իր մոտեցումներով ընտրություններին մասնակցենք, նույն մաշված դեմքերը, որոնք գա շատ դրական են։ Ոչ միայն առաջի դեմքերը նկատի ունեք, հա, առաջի համարները։ Չէ, ընդհանրապես թիմը, առաջի դեմքերը ճիշտ է շատ կանխատեսելի են ովքեր են։ Այդտեղ չքննարկենք նույնիսկ, որտեղ ամեն համակարգ ունի լիդերը։ Եսի նկատի ունեմ, գիտեք, մարդիկ գուցե 10-15 տարի առաջ շատ դրական են եղել։ Հիմա մաշված են քաղաքական առումով։ Այդ պատմության դեմ ոչինչ ու ժամանակի անել չենք կարող, Մի չէ՞։ բան ասեմ պարադոքսալ, ինչ որ բան ունեն նաև սովորելու այս պարագայում Փաշինյան Վաղարշապատից։ Դեմքի հասկացակ ինչ նկատի։ Այդ դիստանցավորվելու Այդտեղ առումով։ ամոթ բան չի, գիտեք, տեսեք նույն Փաշինյանը դրեց անալիզ արեց Գյումրիին, շոր հետևությունների եկավ, Վաղարշապատում հիմա կարող ասեն կեղծիկ մերծիկ ասեցի +15%-ով են խաղ, բայց այդ խաղի կանոնը գիտենք, չէ՞ մենք։ Անգամ եթե դիստանցավորվել է 10%-ը բերել է Այո, այո, հիմա տեսեք։ Վաղարշապատի ընտրությունները, որ շատ են խոսում ընտրակեղծիքներից, ես գիտեմ, որ առանց վարչական ռեսուրսի տոտալ կիրառման իշխանությունը հաղթել չի կարող։ Բայց եղբայրներ, մենք համակարգային փաստեր չենք կարողանում ներկայացնել։ Ես խորհուրդ կտամ այդ ոչ արդյունավետ ճանապարհը թողնել, որոշ ընդդիմադիրներ բան են անում, չէ, ընտրությունների խախտումներից են խոսում արդարացնելու համար ընդդիմության պարտությունը, որոշները ասում են, տեսեք ընտրություններով հարց չի լուծվելու։ Ես ասում եմ տղեր ջան, անգամ ասում են կանխորոշված է։ Այո, ասում եմ տղեր ջան, այս երկու թեզներ շատ սխալ են։ Փոխանակ դա անելու, ընդհանրապես ցանկացած կենցաղային հարաբերություններում էլ յուրաքանչյուրս որ հիվանդ վատառողջ չենք լինում կամ հիվանդ ոնց է լինում, նախ ճանաչում ես հիվանդությունը, դիագնոզը, այսինքն ընդունում ես, որ ինչ-որ հարցով հիվանդ ես, որպեսզի կարողանաս բուժվել։ Այսինքն նույնը քաղաքականությունն է։ Ճիշտ է բխեցում ձեր միտքը, որ եթե լոկալ օրինակ Վաղարշապատում Փաշինյան են հաղթում են կամ համապետականում էլ հաղթեն կամ այլ տեղերում էլ այստեղ մեղավորը ոչ թե Չակերտը որ Փաշինյանն է որ ինքը հաղթում է, այլ մեղավորը ընդդիմությունն է, որը ընդդիմությունն է պարտվել։ Ինքն է պարտվում, ոչ թե Փաշինյանն է հաղթում, ճիշտ եմ հասկանում։ Իշխանությունը այլևս չի կարող հաղթել։ Այս իշխանությունը ինքը գաղափարական, քաղաքական, արժեքային, կադրային, բարոյական առումներով սպառված է։ Ու այդ սպառվածությունը վաղուց է եղել։ 21-ին իրանք հաղթել են իներցիայով, 21-ին իրանք հաղթել են հակառակորդներին իրանց քաղաքական հակառակորդների դեմոնիզացնելով։ Սա ռացիոնալ հաղթանակ չի եղել։ Իրենք ուժեղ չեն, այսինքն այս կողմն է թույլ դեռևս։ 2021 թվականը իրանց հաղթանակներ սպառվածության վերջաբանով։ Դրանից հետո եթե ուշադիր եղել եք, իրանք ըստ էության նոր արժեքներ, բաներ չեն էլ ստեղծել։ Որ Նիկոլ Փաշինյանի մի քանի նարատիվներ են, պատումներ, որոնք իրական քաղաքական ռեժիմի հետ կապ չունեն, իրական Հայաստան Ժողովրդի Հանրապետություն եւ այլն։ Հիմա հետեւաբար այո, միանգամայն լեգիտիմ հարց եք դուք տալիս։ Միանգամայն լեգիտիմ հարց եք տալիս եւ այս օգտագործեմ ձեզ կոմպլիմենտ անելու իմաստով նաեւ, որտեվ շատ տրամաբանական հարցաշար եք կազմակերպում, բացում եք այս լրատվական դաշտի ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկի Արամ Աբրամյանի կոմպլիմենտը ձեր ասել, շատ տեղին է։ Հիմա ես ինչի համար եմ սա ասում, որ 21-ից հետո ցանկացած պարտություն ընդդիմությունը իր մեջ պիտի փնտրի։ Իշխանությունը չի հաղթում։ Իշխանությունը գնում է սեփական վերարտադրությունը ամեն գնով ապահովելու ճանապարհով։ Ռեպրեսիաներ, դրանք շատ են, չէ՞, մենք միայն այսբերգի մասին ենք խոսում ընտրությունների, բայց լրագրողներ են ձերբակալում, հոգևորականներ են ձերբակալում, գործարարի են ձերբակալում, падգամավոր ունենք կալանավորված, այսինքն Նարեկի ու Վազգենի ձերբակալությունը թեկուզ ձեր մեջ կամ իմ մեջ կարող է առաջացնել որոշակի արգելակ ինչ որ բան չասել տաղավարում։ Մեր մեջ ոչ։
մենք թերևս կողմնորոշված ենք վաղուց։ Բայց նպատակը դա է։ Բայց բայց մի շարք սեգմենտների մոտ զգուշավորություն առնվազն կարող է առաջացնել, բա գիտեք, թող ոչ մեկ ավելորդ ունան ավետիսանություն չանի կամ բանը, հա, կամիկաձեություն չանի, իսկապես տաճ է մարդկանց համար ռեպրեսիաների ենթարկվելը, բռնությունների ենթարկվելը, մանավանդ մարդը հասկանում է, որ շատ հաճախ թիրախ ոչ թե ինքն է դառնալու իր խոսքի համար, այլ իր հարազատը, եղբայրը, քույրը, երեխան, ծնողը, այսինքն միկրոմիջավայրը, հա, որ ավելի ցավալի է, շատ դեպքերում։ Քան երբ որ դու ուղղակիորեն թիրախավորվում ես, հա։ Հիմա իհարկե այդ վախի մթնոլորտի ահաբեկման մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի։ Այդ հատկապես ձերբակալության ձևը։ Հա, վիզուալ։ Բա իհարկե։ Ուրիշ բան որ մարդուն ասենք ծանոթագիր ենք տալիս, կանչվենք ընչական կոմիտե։ Դե որևէ մեկից չի փախչում, Իմ ճանաչած մարդիկ հաստատ կգնան գոնե։ Ես սկզբունքորեն ամբողջ իմ քաղաքական կենսագրության ընթացքում փախուստը քաղաքական գործի դատապարտել եմ, որտեղ ամենաանմեղ մարդը այդ ճանապարհով կարող է անուղղակիորեն դառնալ պատասխանատու, որտեղ եթե փախչում ես, ինչ-որ պատճառ կա։ Ամեն դեպքում։ Եվ ընդհակառակ են գործիչները, որոնք թեկուզ բանտի ճանապարհով հաստատակամորեն իրենց գաղափարները պաշտպանում են, այդ մարդիկ միայն բարոյական եւ քաղաքական հեղինակություն են ձեռք բերում։ Ոնց է ռեպրեսիաների սպասող թեմայով էլ երևի թե ավարտենք կամ շարունակենք։ Սպասվող ինչու եմ ասում։ Ազգային ժողովի վերջի ելույթում Փաշինյանը ուղիղ տեքստ հնչեցեց, ուղիղ։ Քոչարյանի ու Սարգսյանի գլխավորած ուժերը անկախ նրանից այդ մարդիկ հին են, նորից կապ ունի։ Դա քեջ կապ չունի։ Իմպերատիվ չպիտի լինեն հաջորդ ազգային ժողովում։ Սա ինչի անոնս էր։ Մենք գնում ենք կուսակցությունների փակման կամ ինչ է։ Նախ սկսենք նրանից, որ հին ու նոր ուժը կամ որևէ ուժի հին ու նոր լինելը որոշվում է հասարակությունների քվեով։ Այսինքն եթե ինչ-որ հասարակական խմբեր գնում են հանրապետականին ու դաշնակցությանը ձայն տալի, նրանց հին ուժ չեն համարում։ Պարզ է, չէ՞, թե այս պահին պահանջարկված են համարում, ուրեմն հին ուժ չեն։ Հին համակարգի ռեստավրացիա ոչ մեկ էլ չի ուզում։ Նույնիսկ այդ ուժերում բազմաթիվ մարդիկ կան, որ հասկացել են, որ հին համակարգը չի վերականգնվում։ Okay, իրանք գնան։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա ինչ տեքստ է։ Սա ժողովրդավարական երկրի ղեկավարի տեքստ է, որ Հայաստանում հաստատվելու է։ Հիմա մի հատ տերմին կա, շատ տարածված, արևմտյան մամուլում նույնիսկ էլի, դա իմ տերմին է չի։ Ուղղակի Հայաստանում առաջիններից մեկը ես եմ օգտագործել եվրոֆաշիզմ։ Այդ դրա ամենավառ դրսևորումները մենք տեսել ենք Արևելյան Եվրոպայի երկու երկրում, Ռումինիայում եւ Մոլդովայում։ Վերջերս։ Այո։ Երբ որ ֆիլտրումների համակարգ է գործում, այսինքն հիմնականում հակառուսականության հիմքով կամ որևէ մեկի հետևում ռուսական ականջներ հորինելով քաղաքական ուժեր, գործիչներ ֆիլտրվում են եւ նրանց մասնակցության ընտրական գործընթացին ըստ էության անհնար է դառնում։ Գտնում են քրեականորեն գրքում կետ, հա? Չէ։ Չեն գտնում։ Շուտ գտնում են թիրախ, հետո ինչ-որ ձևով դա փաթեթավորում են որպես վտանգավոր ռուսական գործակալ, ինոագենտ է դառնում, լավ, հա։ Բայց դա օրենսդրորեն նույնիսկ չի արվում, արվում է կամայականությամբ, որովհետև իշխող եվրոգլոբալիստական սատելիտ իշխանություն, ասենք Մոլդովայի, Ռումինիայի, մեր դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այդպես արմարք։ Իրենք լավ է եվրոսատելիտ են, Փաշինյանը ինչի սատելիտ է, քանի այստեղ եկաք։ Եվրոսատելիտը։ Փաշինյանը ինքը բան է, արևմուտքի գլոբալիստական ուժերի կցորդն է Նիկոլ Փաշինյանը, այո, այդ լիբերալ գլոբալիստական թևի։ Արևմտյան հոսանքներից մեկի, տենց ասենք, հա։ Հիմա տեսեք, այդ ֆիլտրումները ինքը ակնհայտորեն հասկացրեց, որ գնալու է ֆիլտրումների։ Ակնհայտորեն, դա դու կարող եք ընդունել հրանք նույնիսկ պետական մարմիններին։ Ինսայդերական որոշակի ինֆորմացիա ունեն, որ իրենք հիմա շատ ակտիվ քննարկում են տարբեր կոնֆիգուրացիաներ, ըստ իրենց ընտրած մարտավարության կորոշեն, որ ուժերն են կարմիր լույսի տակ հայտնվում։ Այսինքն ուղղակի չեն գրանցի այդ մարդկանց ընտրական կամպանիայում մասնակցելու։ Նաև տեսնելով այդ մարդկանց հնարավորությունները, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Սա մեկ, երկրորդը
ռեպրեսիաներն են եւ կանխատեսելի հստակ կանխատեսելի է որ եկեղեցու շուրջ օղակը շատ սեղմվելու է եւ ռեպրեսիվ գործ ասած այդ է ուզում ասած վաղաշապատին երկրորդ ուղղությունը դա է սա հաստատ այսքան ինչ որ ասած անելու է վաղաշապատը դրան ծառայեցնելու է ինք ասած չեն դրություն գիտեք վաղաշապատը քարոզչական փուչիկներ այդ օրը ավելի սարսափելի բաներ տեղի ունեցել դա ինքն էլ է հասկանում որ վաղաշապատի ընտրության ու հակաեկեղեցական կամպանիա եկեղեցու կապը ընդհանրապես աշխարհագրական է մայրաթորը գտնում բայց ինք ասաց որ ինձ գիտեք ժողովուրդը կանաչ լույս է մոտավորապես նման մի բան ասաց հետությունն է ուրեմն այն տեղամասի տարածքում որտեղ կառավարության շենք դա կառավարությունը պարտվել է 2021-ին բայց դա բան չի էլի տրիգեր չի որ դիմությունն այս շենքից թող գնա հա բայց այդուհանդերձ ասում եք որ կուժեղանա Եղեգնաձորում այդ օրը սարսափելի բան եղել Խաչիկ գյուղում հա պատարակը այո սարսափելի բան ա եղել իմաստով որ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի պսևդո հոգևոր աղանդավորական հավաքին ինչի եմ ասում որտեղ ամբողջովին քաղաքականացնում այն կպատարակը տվյալ դեպքում պատարակը լեգիտիմ էր որտեղ հա քանա էր անցկացնում որը սպասավոր է այս պահին իդեպ մյուս կիրակեր Արարատ է գնում էլի նույն ձև մասնակցում էր Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը Ինչը պարտադիր չէր։ Ճիշտ եմ դες հասկանում, եկեղեցական կանոն Խաչիկ գյուղում։ Տասնյակ եկեղեցի կա Վայոց ձորում, կարծում եմ, ուրիշներ կարող են։ Ահա, դա ինչ։ Սա եթե Սրբազան հայրերից մեկը մեր թեմի առաջնորդ գնում է կանգնում է մեկի կողքին, անկախ նրանից այդ մեկը ինչ քաղաքական կամ սոցիալական կարգավիճակ ունի, որը կասկածի տակ է դնում վեհապարի լեգիտիմությունը, վեհապարին դիմելով Ավազանի անունով։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրանի մասին եւ հերիք է մենք թաքցնենք արդեն այդ փաստը, որ ամուսնացյալ քահանաների շերտից բարձր, այսինքն բարձր հոգեվորականության շրջանում ճակեր կան։ Ամեն դեպքում կա։ Աթեինշն է Նիկոլ Փաշինյանի ոգեվորության իրական պատճառը։ Ինքը միգուցե գիտեր, որ կգա դրա համար հենց խաչիկներ ընտրել։ Իհարկե գիտեր։ Որտեղ ինքը պատարակի չէր այդ մարդը, հա։ Հիմա էլի պատահական գյուղ չի ընտրվել, չէ։ Հա, սահմանամերձ եղել է։ Չէ, ինչ իմաստով պատահական։ Սահմանամերձ է։ Դավալու Արարատ գյուղն է ընտրվել։ Հա, հաջորդը նկատում եք, հա, հաջորդը Արարատ գյուղն է, հա, հասկանում եք, հասկանում եք, հա։ Էլի շատ պատահական չի եղել։ Թալինով սկսվեց, այսինքն Արագածոտնի մարզով, որտեղ այդ մարզի քաղաքապետերից մեկը կարևոր դեր էր ունեցել քահանաներին իրենցով անելու գործում, այսպես ասեմ։ Հետո տեղափոխվեցին Խաչիկ, մենք տեսանք Խաչիկ հատկապես գնացին Խաչիկ գյուղ, որտեղ այդ Աբրահամ Սրբազանի հետ արդեն որոշակի եւի աշխատանք էր տարվել։ Հիմա սպասենք նոր այսպես կոչված սյուրպրիզի Արարատում։ Հա, թեմերով, մարզերով շրջում է պարակտ, հա, այս ճանապարհով է տանում։ Մոնտաժումը լրիվ տեմպով գնում է։ Հա, պարտի չի ներխուժել մայրաթոր, հասկացա ինչ եք ասում։ Թեմերի առաջնորդները ցավալի բան պետք է ասեմ, շատ ցավալի։ Այս ընթացքով, եթե սա չկասեցնենք, կաթողիկոսը մնում է մենակ եւ անպաշտպան։ Ես գիտեք, որ որպես կանոն սիրում եմ դառը ճշմարտություններ երբեմն ասել, որը ավելի կօգնի մեզ ցանկացած դեղահապ դառնա կամ դրանց մեծամասնություն։ Քայլերը եկեղեցին է անելու, վեհապարն է անելու քայլերը, կանխող քայլերը, այն ինչին դուք երկու խնդիր կա։ Ցնագնդին դուք տեսնում եք։ Երկու խնդիր կա արգելի արկած։ Երկու առաքելություն կա, մեկը պետք է անի եկեղեցին, մեկը պետք է անենք մենք որպես քաղաքական դաշտ։ Առաջինը եկեղեցին պետքա կարողանա իր կոմունիկացիան հասարակության հետ ավելի արդյունավետ կոմունիկացիոն կանալներ ստեղծել դեպի հասարակություն, սա անշուշտ պարտադիր է, եւ երկրորդը քաղաքական դասը պետք է կարողանա իրավունքի հարցը լուծել, որտեղ առաջին հերթին մեր ոչ միայն ինքնությունն է մեր վտանգվում, այլ իրավունքը, Սահմանադրության 17-րդ հոդվածը թույլ չի տալի այն ինչ որ անում է Փաշինյանը, մենք էլ պիտի այս հարթության վրա հաջողենք, այս երկուսի համադրումը կարող է բերել հաջողության, որի անունը հասարակության սուբյեկտության մեծացումը։
Չարեցինք դա միջև ընտրական ցինկլի ինքը նաև եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման խնդիրն է լուծելու։ Շատ շնորհակալություն, ձեր այս վտանգավոր կանխատեսմամբ ավարտենք։ Բավականին վտանգավոր խորքեր բացեցիք, որը չէր նկատվում, ասենք, հա, Էշվեսնե ամոքի տակ էր մնացել։ Շաբաթի ընտրությունների։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էր։ Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։